Բարև ձեզ։ Այսօր որոշել եմ ձեզ պատմել ձեր ամենասիրած դեղերից մեկի մասին՝ կատաֆաստի մասին։ Վստահ եմ, որ ձեզանից շատերը շատ հաճախ կիրառում են կատաֆաստ։ Եկեք հասկանանք ինչպես է այն ազդում, երբ կարելի է կիրառել եւ երբ չի կարելի կիրառել։ Կատաֆաստը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց է, որի ակտիվ նյութը դիկլոֆենակ կալիումն է։ Մենք դիկլոֆենակի մասին խոսել ենք արդեն։ Այն հիմնականում օգտագործվում է ցավը, բորբոքումը եւ ջերմությունը նվազեցնելու նպատակով։ Դեղամիջոցը պատկանում է այն խմբին, որոնք հաճախ կիրառվում են հոդերի, մկանների, ատամնացավի, դաշտանային ցավերի եւ սուր գլխացավերի ժամանակ։ Կատաֆաստի առանձնահատկությունը այն է, որ դիկլոֆենակը գտնվում է կալիումական աղի ձևով, որը սովորաբար ավելի արագ է ներծծվում օրգանիզմ, քան որոշ այլ դիկլոֆենակների ձևերը։ Այդ պատճառով էլ այն հաճախ կիրառվում է այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է ավելի արագ ցավազրկող ազդեցություն։ Դրա համար էլ նշում ենք ատամնացավ, սուր գլխացավ եւ այլ արագ ցավեր։ Կատաֆաստի հիմնական ակտիվ նյութը դիկլոֆենակի կալիումը արգելակում է COX ֆերմենտը, որը մասնակցում է պրոստագլանդինների առաջացման մեջ։ Պրոստագլանդինները օրգանիզմում այն նյութերն են, որոնք մասնակցում են ցավի զգացողության, բորբոքման եւ ջերմության առաջացման գործընթացներին։ Երբ դիկլոֆենակը նվազեցնում է դրանց արտադրությունը, ցավային ազդակները թուլանում են, նվազում է այտուցը, բորբոքային պրոցեսը եւ այդ ամենի արձագանքը։ Պարզ ասած, կատաֆաստը չի վերացնում ցավի պատճառը, այլ ժամանակավորապես նվազեցնում է այն գործընթացները, որոնք ստիպում են մարդուն այդ ցավը զգալը։ Երբ կարելի է կիրառել կատաֆաստ։ Կատաֆաստը հիմնականում կիրառվում է կարճատև սուր ցավերի դեպքում, օրինակ ատամնացավի, գլխացավի կամ միգրենի, մեջքի սուր ցավի, մկանային ցավերի, հոդացավերի կամ վնասվածքներից հետո առաջացած որոշակի ցավերի դեպքում։ Հնարավոր է նաև կիրառել դաշտանային ցավերի, վիրահատությունից հետո առաջացած սուր ցավերի դեպքում։ Այն կիրառվում է բորբոքային հիվանդությունների ժամանակ, օրինակ օստեոարտրիտի, ռևմատոիդ արտրիտի դեպքում ցավի եւ բորբոքման նվազեցման նպատակով, սակայն երկարատև օգտագործումը պետք է իրականացվի միմիայն բժշկի հսկողությամբ։ Դիկլոֆենակ կալիումի արդյունավետությունը ուսումնասիրվել է բազմաթիվ կլինիկական փորձարկումներում։ Միգրենի դեպքում միգրենի բուժման վերաբերյալ Կոխրանի համակարգված վերանայումը ներառել է պատահականացված վերահսկողության հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ 50 մգ դիկլոֆենակի կալիումը կարող է արդյունավետորեն նվազեցնել միգրենի ցավը։ Հետազոտությունների տվյալներով բուժումը ստացած մարդկանց մոտավորապես կեսի դեպքում ցավը 2 ժամվա ընթացքում նվազել է մինչև թեթև մակարդակի, իսկ մոտ 1/5-ի մոտ ցավն ամբողջությամբ վերացել է։ Մեկ այլ խոշոր հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է դիկլոֆենակի կալիումի լուծվող ձևը 690 միգրենով հիվանդների շրջանում։ Արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցը 2 ժամ անց ավելի հաճախ է ապահովել ցավի ամբողջական վերացումը համեմատած պլացեբոյի հետ՝ 25% դիկլոֆենակ խմբում եւ 10% պլացեբոյի խմբում։ 18 հետազոտությունների եւ ավելի քան 3700 մասնակիցների տվյալների հիման վրա պարզվել է, որ 50 մգ դիկլոֆենակ կալիումը արդյունավետ ցավազրկում է ապահովել մասնակիցների մոտավորապես 64%-ի մոտ, մինչդեռ պլացեբոյի դեպքում այդ ցուցանիշը եղել է 17%։ Այս տվյալները ցույց են տալիս, որ դիկլոֆենակ կալիումը հատկապես արդյունավետ է կարճատև եւ միջին ուժգնությամբ սուր ցավերի ժամանակ։ Կատաֆաստի սովորական դեղաչափը մեծահասակների համար կախված է ցավի ուժգնությունից եւ բժշկական ցուցումից եւ բնականաբար ինքնուրույն է կիրառում թե բժշկի ցուցումով։ Հաճախ օգտագործվող սխեման է 50 մգ մեկ ընդունման համար։ Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել օրվա ընթացքում։ Ընդունումների միջև պետք է պահել մի քանի ժամ ընդմիջում։ Օրական ընդհանուր դեղաչափը սովորաբար չպետք է գերազանցի 150 մգ-ը,
նշանակում է 3 հաբից ոչ ավել օրական։ Դեղը խորհուրդ է տրվում ընդունել ուտելուց հետո կամ ուտելու ընթացքում ստամոքսի գրգռման հավանականությունը նվազեցնելու համար, քանի որ այն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղ է։ Կատաֆաստը նախատեսված է հիմնականում կարճատև օգտագործման համար։ Եթե ցավը պահպանում է մի քանի օրից ավել, ապա անպայման դիմեք բժշկի պարզելու համար ինչ տեսակ ցավ է եւ արդյոք դրա համար կարելի է կիրառել կատաֆաստ։ Երբ չի կարելի կիրառել կատաֆաստը, այն չի կարելի օգտագործել կամ պետք է օգտագործել մեծ զգուշությամբ հետևյալ դեպքերում. ստամոքսի կամ աղիների խոց անամնեզում, ստամոքսային արնահոսությունների դեպքում, ձիկլոֆենակի կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի դեպքում ալերգիա ունենալու ժամանակ, ծանր սրտային անբավարարության ժամանակ, ծանր երիկամային կամ լյարդային հիվանդությունների ժամանակ և հղիության վերջին եռամսյակում։ Ասթմա ունեցող որոշ մարդկանց մոտ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը կարող են առաջացնել նաև շնչառական խնդիրների սրացում, ուստի անհրաժեշտ է միշտ զգուշավոր կիրառել։ Ինչպիսի կողմնակի ազդեցություններ ունի կատաֆաստը։ Ամենատարածված կողմնակի ազդեցությունը մարսողական համակարգի հետ են կապված։ Ստամոքսի ցավ, ստամոքսի այրոց, սրտխառնոց, հորլուծություն կամ երբեմն հորկապություն։ Շատ ավելի հազվադեպ, բայց լուրջ բարդություններ կարող են լինել այն դեպքում, երբ մարդն ունի ստամոքսային արնահոսություններ։ Իհարկե, այս դեպքում ընդհանրապես կատաֆաստը ցուցված չէ։ Երիկամների աշխատանքի վատացում, արյան ճնշման կտրուկ բարձրացումներ, սրտանոթային հիվանդությունների բարդացումներ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի դեպքում կողմնակի ազդեցությունների վտանգը մեծանում է բարձր դեղաչափերի և երկարատև կիրառման ժամանակ։ Ձիկլոֆենակի դոզայի ավելացման հետ աճում է նաև սրտանոթային և ստամոքսաղիքային ռիսկերի հավանականությունը։ Փոխազդեցությունը այլ դեղերի հետ պետք է ևս զգուշավոր կիրառել։ Այն պետք է զգուշությամբ համատեղել արյունը նոսրացնող դեղերի հետ, այլ ցավազրկող ոչ ստերոիդային հակաբորբոքայինների հետ, որտեղ հնարավոր է դոզայի ավելացում, որոշ ճնշման դեղերի և միզամուղների հետ, և որ կարևորն է ալկոհոլի հետ։ Միաժամանակ մի քանի ցավազրկող ընդունելը առանց բժշկի խորհրդատվության կարող է բարձրացնել բոլոր տեսակի կողմնակի ազդեցությունների վտանգը։ Այսպիսով կարելի է ասել, որ կատաֆաստը ձիկլոֆենակ կալիումը ձեր շատ սիրելի, արդյունավետ հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոց է, որի ազդեցությունը հաստատվել է բազմաթիվ մեծ կլինիկական հետազոտությունների արդյունքում։ Այն հատկապես օգտակար է սուր ցավերի դեպքում, միգրենի, ատամնացավի, մկանային և հոդային ցավերի դեպքում, բայց միևնույն ժամանակ, քանի որ այն ազդում է ոչ միայն ցավի, այլ նաև օրգանիզմի որոշ պաշտպանական մեխանիզմների վրա, պետք է օգտագործել ճիշտ դեղաչափով և հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Ճիշտ կիրառման դեպքում կատաֆաստը կարող է լինել շատ արդյունավետ և նույնիսկ անվտանգ, սակայն երկարատև կամ սխալ օգտագործումը կարող է առաջացնել լուրջ բարդություններ։ Նմանատիպ այլ օգտակար ինֆորմացիա կարող եք գտնել իմ YouTube-յան էջում։ Բաժանորդագրվեք, որպեսզի իրար չկորցնենք։ Առողջ եղեք։